Լիտվայի նախագահը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել են հանրապետության օդային տարածքը Կալինինգրադի հետ սահմանին։ Սա միջազգային իրավունքի եւ Լիտվայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է, հարկավոր է ամրապնդել եվրոպական օդային պաշտպանության համակարգը, շեշտել է Գիտանաս Նաուսեդան։ Լիտվայի նախագահի խոսքով Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կկանչվեն հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Ստեղծված իրավիճակի ֆոնին ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ են ուղարկվել Լիտվայի տարածք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բոլոր մեղադրանքները ըստ գերատեսչության հոկտեմբերի 23-ին ռուսական Սու-30 կործանիչները պլանային ուսումնական թռիչքներ են իրականացրել Կալինինգրադի մարզի օդային տարածքում եւ չեն շեղվել երթուղուց։ Փոխադարձ հարվածների մասին են հայտնում Ուկրաինան եւ Ռուսաստանը, ըստ Մոսկվայի քաղաքապետի մայրաքաղաքի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել։ Կրասնոգորսկում էլ բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ։ Մոսկովյան մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է, Ռուսաստանի ՊՆՏՎ-ով գիշերվանից ընդհանուր առմամբ չեզոքացվել է 136 ԱԹՍ։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Խերսոնին, հայտնի է մեկ զոհի եւ տուժածների մասին։ Վնասվել են բնակելի շինություններ, երկրի կենտրոնական հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ են եղել։ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Կիևին ամերիկյան Թոմահոք հեռահարհրթիռների հնարավոր տրամադրումը, շեշտել դա էսկալացիայի փորձ է։ Եթե Ռուսաստանի տարածքին հարվածելու համար նման զենք կիրառվի, պատասխանը կլինի շատ լուրջ, նախազգուշացրել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը խոսել է հակառուսական պատժամիջոցներից, ընդունել դրանք որոշակի բացասական ազդեցություն կունենան, սակայն ըստ նրա չեն ազդի Դաշնության տնտեսական բարեկեցության վրա։ Պուտինն անդրադարձել է Բուդապեշտում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հնարավորությանը եւ ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որ ինքը դեռևս չի ցանկանում բանակցել Կրեմլի ղեկավարի հետ։ Հունգարիան որպես հանդիպման վայր առաջարկել են հենց ամերիկացիները, ես համաձայնել եմ, բայց սխալ կլիներ անլուրջ մոտենալ հարցին, վատ նախապատրաստվել բանակցություններին եւ արդյունքներ չունենալ, նշել է Պուտինը, հավելել. տեղյակ է, որ Թրամփը որոշել է հետաձգել հանդիպումը։ Միշտ ավելի լավ է երկխոսել, քան հակամարտել, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Թրամփը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ամերիկյան պատժամիջոցների անարդյունավետության վերաբերյալ, շեշտել. ուրախ եմ, որ նա այդպես է կարծում, կտեսնենք, թե կես տարի անց ինչ պատկեր կլինի։ Միևնույն ժամանակ Սպիտակ տնից հայտարարել են, որ Պուտին-Թրամփ հանդիպումը դեռ հնարավոր է, սակայն ամերիկյան կողմը կարծում է, որ Մոսկվան հետաքրքրված չէ բանակցությունները շարունակելու հարցում։ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իսրայելը չի բռնակցի Հորդանան գետի արևմտյան ափը, նա այդպես է մեկնաբանել արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության մասին օրինագծի ընդունումը հրեական պետության խորհրդարանում։ Քվեարկությունը տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահի Իսրայել այցի ընթացքում։ Ջեյ Դի Վենսը եւս հայտարարել է, որ արևմտյան ափն Իսրայելին միացնելու առաջարկը տեղին չէ։ Դա մեր դիրքորոշումն է եւ եթե ինչ-որ մեկը ցանկանում է խորհրդանշական քվեարկություններ անցկացնել, ապա կարող է դա անել, սակայն դա մեզ միանշանակ դուր չի գալիս, նշել է փոխնախագահը։ Զուգահեռ Իսրայելի արտգործնախարարը հավատացրել է, որ հավատարիմ են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմին եւ չեն պատրաստվում խախտել կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Գիդեոն Սաարը կրկնել է, Համասը պետք է ապառազմականացվի։ Դիանա Գասպարյան, լուրեր։